Հայաստանի կառավարությունը ցանկանում է լավ նախաձեռնություն անել, բայց ստացվում է ինչպես միշտ։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ իրավական ակտերի էլեկտրոնային նախագծերի պորտալում քննարկման է դրվել մի կասկածելի նախագիծ, որից օգտվելու են հունգարական կամ այլ ավիաընկերություններ, տուժելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Ավիափոխադրողները, որոնք կսկսեն թռիչքներ իրականացնել նախկինում չսպասարկված ուղղություններով, կստանան ֆինանսական աջակցություն։ 15,000 դրամ յուրաքանչյուր ուղևորի համար Շիրակ օդանավակայանից Գյումրի թռիչքների համար։ Երևանի Զվարթնոց օդանավակայանից թռիչքների համար 20,000 դրամ մեկ ուղևորի համար։ Ծրագրի նպատակն է ավելացնել ուղևորահոսքը, ակտիվացնել զբոսաշրջությունը եւ ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը։ Պաշտոնական աղբյուրներից Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ վերջին տարիներին Հայաստանում ուղևորահոսքն աճել է, սակայն 2024 թվականին գրանցվել է 1.3% նվազում։ Հաստատվելու դեպքում նախագիծը կսկսի գործել 2026 թվականի հունվարի 1-ից։ Սա մասնավորապես կապված է կոնկրետ Հայաստանի խոշորագույն ավիաընկերություն դարձած հունգարական Wizz Air-ի հետ, որը 2025 թվականի հոկտեմբերին կբացի իր առաջին բազան Զվարթնոց միջազգային օդանավակայանում։ Ավիաընկերության տարածած հայտարարության համաձայն բազայի բացումը այս ձմռանը ուղևորներին կապահովի նոր ուղիղ չվերթներով 6 երկրի 8 ուղղություններով, ել ավելի ամրապնդելով ավիաընկերության առաջատար դիրքը հայկական ավիացիոն շուկայում։ Կառավարությունը հերոս հարկատուների կողմից հավաքված գումարները ըստ նախագծի վճարելու է յուրաքանչյուր տեղի ավիատոմսի համար, նույնիսկ այն դեպքում, երբ այդ տեղի համար գնված չէ տոմս եւ չկա ամրագրում։ Ստացվում է, որ կառավարությունը վճարելու է անգամ ինքնաթիռի դատարկ տեղերի համար սուբսիդիայով։ Սա հերթական ապացույցն է գումարների մսխման, որի անունը իշխանությունները դրել են սուբսիդիա սեփական PR-ի համար, ընտրություններից առաջ։